Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետների, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերը, արձակելով ավելի քան 240 արկ։ Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով։ ՄՄ-21 կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը։ Հակառակորդի նախահարձակգործողությունները չեզոքացնելու նպատակով պաշտպանության բանակի առաջապատстоր բաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների։ Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում առանձին առարկաների մասնագետների վերապատրաստման դասընթացները հաջորդում են մեկը մյուսին։ Այսօր դասախոսության էին հրավիրվել ռուսաց լեզվի և քիմիայի մասնագետներ, ովքեր բացի դասավանդման նոր դրույթներին ծանոթանալուց միմյանց հետ փոխանակվում էին փորձով, քննարկում, թե որքանով են կիրառելի նոր արարությունները։ Անընդհատ հենվել հին մեթոդների վրա կնշանակի չարձագանքել կյանքի նորություններին, փոփոխված սերնդի պահանջմունքներին եւ նման դասընթացները գտնում եմ, որ շատ տեղին են, որովհետեւ մենք հավաքվում ենք, փոխանակում ենք մեր փորձը, շատ բան ենք իրարից սովորում։ Այս տարի դասընթացները մի տեսակ ավելի դժվարացված են, բայց ավելի խելոք է մտածված, որովհետև մենք ամեն բարապմունքից գնում ենք տնային աշխատանքներով եւ իհարկե յուրաքանչյուր ուսուցիչ իր պրակտիկայում կուտակում է մեծ փորձ, շատ բաներ, որ դասագրքերում գրված չի։ Մենք ուզում ենք մեր անձնական փորձը, մեր անձնական նկատառումները, նույնիսկ այնպիսի բաներ, որ ոչ մի դա գրված չի, բայց կարելի է կիրառել, դա էլ ենք ներկայացնում եւ գտնում եմ, որ շատ հաճելի է, տեղին է, այո, ուսուցիչը պետք է միշտ աշխատի իր վրա, որովհետև երեխան միշտ աչքերը բացած սպասում է, թե ինչքան լավ կպարապես, ինչքան նրա համար հետաքրքիր կազմակերպես դասը եւ գտնում եմ, որ շատ տեղին է։ Սովորելու բան միշտ էլ կա, ինչքան էլ ուզում է պարապես, ինչ էլ ուզում է լինի, միշտ էլ սովորում ես կյանքում ու իրոք նորություններ կան, հատկապես այս տարվա վերապատրաստումները նրանով են ավելի լավ, որ մենք փոխադարձ դասալսումներ ենք կատարում տարբեր դպրոցներում, ինչպես նաև մենք ենք ծանոթացնում մեր մեթոդիկաների, մենք ենք դասեր վարում, օրինակ ես եղեք գյուղից եմ, աղջիկները դժվարացան այնտեղ գալուց, նաև որ պետք է մի օր էլ բացակային, մենք հեռացանք տարեվերջյան այդ խնդիրներից ու ես դաս վարեցի 6-րդ դպրոցում ու շատ հետաքրքիր էր։ Ես էլ 6-րդ դպրոցի ուսուցչուհիներ գտնում ենք, որ նման հանդիպումները հաճախակի հարկավոր են, հատկապես նրա այն նախադասությունը, որ հետս լինեիր, որ մենք իրարից սովորելու էլի բան ունենայինք, այո, ավելի այժմյական, ավելի լավ ձևով։ Չնայած ուսուցիչները սիրով են հաճախում դասընթացներին, այդուհանդերձ ստիպված են որոշ դժվարություններ հաղթահարել։ Դպրոցներում առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելուց զատ նրանք ժամանակ են գտնում եւ հաճախում այստեղ։ Պետք է կարողանալ հարմարվել։ Իհարկե, մենք մի տեսակ շատ ենք, հատկապես ես գալիս եմ Քաջարյանից, իմ դասացուցակը այնտեղ փոփոխված է, ծանրացած է, բայց ամեն դեպքում, եթե կյանքը ստիպում է, պետք է կարողանալ։ Եվ ինձ դուր չգալիս տրտնջացող, նվնվացող մարդիկ, որովհետև մարդը եթե ցանկանա, ամեն ինչ կհասցնի։ Դասավանդման կարգում եւս փոփոխություններ են արձանագրվել։ Բովանդակային առումով է փոփոխություններ իրականացվել, գնահատվում է ուսուցիչների կարողությունը եւ դասալսում իրականացնելու կարողությունը եւ դասվարելու կարողությունը եւ համապատասխան ձևով մասնագիտական պրակտիկայի անցկացում յուրաքանչյուր ուսուցչի մոտ, յուրաքանչյուր դպրոցում։ Դա մեկ, մյուս փոփոխությունը այն է, որ որպես ավարտական հետազոտական աշխատանք ներկայացնում են իրենց կատարած հետազոտական աշխատանքը, որը իր բնույթով գրեթե նման է գիտահետազոտական աշխատանքին։ Եվ բացի լսարանային աշխատանքներից նրանք ունեն նաև արտալսարանային մեծ քանակությամբ աշխատանքներ, որ պետք է իրականացնեն, ներկայացնեն դասընթացի վերջում, որի հետևանքով նաև կստանան ատեստավորման համապատասխան վկայական։ Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի տնօրեն Մագդա Գևորգյանի խոսքով դասընթացների այս փուլն ավարտվելու է հունիսին։
Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում վերականգնողական վերջին աշխատանքներն են ավարտին հասցվում ու չնայած այսօրվա անբարենպաստ եղանակին բոլորը տեղում էին եւ յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով։ Վերականգնողական աշխատանքները սկսվել են մարտի վերջից, մինչև օրս էլ շարունակվում են, մայիսի 1-ին էլ պատրաստում ենք արդեն Վազգեն Սարգսյանի մանկական զբոսայգու հողակի աշխատանքները վերսկսել։ Բարեկարգվում է տարածքը, նորացվում եւ մաքրվում են գործող կարուսելները, չորացած մացառներից ու քարերից ազատվում են կանաչապատ տարածքները։ Ինչպես ամեն տարի նույնն էլ այս անգամ կատարվել են կարուսելների մոտորների, այսինքն շարժիչների վերանորոգումը, զոդման աշխատանքներ, ներկման աշխատանքներ, կանաչապատման աշխատանքներ, ծառատնկման աշխատանքներ։ Զբոսայգու մասին խոսելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում հատկապես գործող կարուսելների անվտանգ շահագործմանը։ Այս ուղղությամբ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում։ Առանց տեխնիկական անվտանգության հիմնարկության, թույլտվության մենք ոչ մի անգամ չենք շահագործում մեր կարուսելները, իրանք տալիս են համապատասխան թույլտվություն, համապատասխան գործողություններ անելուց հետո եւ մենք շահագործում ենք կարուսելները։ Ներկա պահին տարվում են այդ աշխատանքները, որպեսզի անվտանգությունը ապահովի։ Առանց անվտանգության համակարգի ոչ մի անգամ չի շահագործում կարուսելները։ Զբոսայգու աշխատակից Դավիթ Ալեքսանյանն ասաց, որ զբոսայգու բացումը նախատեսել են մայիսի 1-ին եւ ինչպես միշտ այս տարի էլ կարուսելների բացման առաջին օրը կապանցի մանուկները դրանցից կօգտվեն անվճար։ Այս տարի նույնպես անվճար է լինելու որոշակի ժամանակահատված։ Քանի որ կարուսելները չի թույլատրվում անձրև եղանակին շահագործվել, եթե մայիսի 1-ին եղանակի անբարենպաստ պայմաններ լինեն, բնականաբար բացումը հետաձգվելու է որոշ ժամանակով։ Դավիթ Ալեքսանյանի խոսքով նախատեսում են զբոսայգու մանկական խաղահրապարակը համալրել նոր խաղային համակարգերով։ Կան նախադրյալներ, որ կապված են ֆինանսական հարցերի հետ, էլի որ երևի թե կավելանան ինչ-որ թե տեսակի ատրակցիոններ։ Այս պահին դատարկ է զբոսայգու լողավազանը, խնդիրն այն է, որ տվյալ թաղամասը սնուցող ջրագիծը շրջանցել է զբոսայգին։ Դավիթ Ալեքսանյանի խոսքով այժմ աշխատանքներ են տարվում զբոսայգին նոր ջրագծով ապահովելու ուղղությամբ եւ եթե ոչ մայիսի 1-ին, ապա մայիսի 9-ին լողավազանը ջրով լցված կլինի, համոզված է զբոսայգու աշխատակիցը։